Ես մտածում էի ավելի նիհարած կմենք պայքարնած Արկենց կչոքցնենք դրանց Եկից հետ դագով Ես աճանապարված Մի քիչ էլ մեր ժամանակ տրամադրեք Ես տանց հետո ձեր տրամադրացած տակ եմ Բայ Միքայելյան, ինչ եք անելու ազատության Ժողովուրդ, թողեք մի երկու րոպե ինքը խոսեք Հետո արդեն Պարոն Միքայել, ինչպես է գնացել, որ համաներմամբ ձեզ ազատացաք, որտեղ ձեր պայքարը նաև որպեսզի արդարացան։ Ձեզ կոնգրեսը ողջունել է իշխանության այս քայլը։ Ես իմ արդարացման պայքարել եմ, նշանակություն Ես ոչ մի հարցում մեղավոր չեմ ելի, անմեղ ես դատապարտյալ եմ եկել։ Իսկ իշխանության այդ քայլը ինչպես է գնացել։ Որ քայլը։ Համաներման։ Ես համարում եմ դա համայրաների, ոչ թե համաների։ Պարոն Միքայելյան, երկու առաջ այս քայլով Ես իմ կյանքում ոչ ծնվել եմ արդեն իմ գիտակից տարիքից ես չեմ սխալվել, հատկապես 88-ից հետո ես երբեք չեմ սխալվել, ես եղել եմ զինվորի մազգին ու այսօր մինչև ես իմ գրած 3 տարի 3 ամիս կալանք եմ մազգի ազատության համար ու բնականաբար կշարունակվի։ Ինչ նեղություն ես դժվարություն դիմի, ես պայքարել եմ։ Իսկ ինչու 2009 թվականի համաներմամբ ձեզ ազատացրեցին։ Ինչու եք դա բացատրում։ Դա հարցրեք իշխանությունից։ Ձեր կարծիքով ո՞րն է, ինչ որ խնդիր ունեք իշխանությունը այդ ընթացքում։ Ախիլիցես ես մնացիստեր երևի չգիտեմ։ Բարի Միքայելյան Քաղաքական Չեմ ուզում քաղաքականացնել, թող իրանք իրաց մեղավոր չեն, ես ոչ մի մեղ չեմ գործել, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իշխանության արած քայլին, ես ճիշտ չեմ համարում։ Պարոն Միքայելյան Հատկապես իմ հանդեպ ես ամբողջ կյանքս ծառայել եմ ու ծառայել եմ իմ ազգին, իմ ժողովրդին երկար տարիների իմ ընտրված պատգամավոր եմ եղել, քաղաքապետ եմ եղել, նման բան պետք է իմ հանդեպ չանել իշխանությունը։ Հիմա ինչ քաղաքական Գիտակցաբար քաղաքական ինչ ծրագրեր ունեք այս։ ծրագրերը ինչ կոնգրեսն ավորտել շարունակելու եմ իրանց։ Պարոն Միքայելյան, Հիվանդության ես համարել ոչ միտեղ չեմ գնա, եթե ժամանակ լինի, ես փոխլող չեմ որոշ մարդկանց պես, ես մնալու եմ պայքարել։ Եկուզ հարթակում ես մեռնեմ, սիրտս ընդեղ կանի, ես իմ ժողովրդին եմ։ Պարոն Միքայելյան, այս ամբողջ վտանգներից հետո դուք ոնց եք հայազգային կոնգրեսի իշխանության հնարավոր համագործակցություն։ Ուրեմն ես իշխանությունն ու այսինքն ընդդիմություն իշխանություն նոր ռազմավարություն ընտրել, ինչ որտեղ ես նման բան Հայաստանում առաջ անգամ է ձևավորվել կառուցողական ընդդիմություն իշխանություն երկխոսություն, հրապարակային երկխոսություն, այսինքն եթե կոնգրեսը գտնում է, այսինքն ոչի արջի պատմություն չունի, եթե իրոք ես մաքուր երկխոսությունը ես ընդունում եմ, որովհետև այսօրվա մեր քաղաքական իրավիճակը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական վիճակը, ընդհանուր մեր երկրի վիճակը, Ղարաբաղի հարցը, մենք միշտ վերջնական ճակատագրական պահին միշտ մասնատվել ենք, չենք կարացել, մեր սկիզբը վերջ հետ կապել։ Եթե կոնգրեսը գտնի, որ իրոք ճիշտ նորմալ երկխոսության գնում, ես կոնգրեսի պայքարեմ, պատրաստեմ ընդառաջելու։ Իսկ դուք կասկածներ ունեք, որ մաքուր չի։ Ասացիք, եթե մաքուր է։ Ես մաքուր տղա եմ, ես երբեք կասկած չեմ ունի, ես միշտ գնում եմ ու ճիշտ։ Պարոն Միքայելյան, գաղտնիք չէ, որ քաղաքական գործընթացներից դուք նաև Սերժ հետ անձնապես մտերիմ հարաբերություններ ունեք։ Էլ անձնական հարաբերություններում սև բծեր կա, թե դրանք Իմ Սերժ Սարգսյանի սև բծեր երբեք չի լինի, չի էլ կարա լինի, որտեղ ես Սերժ Սարգսյան եղել ենք մարտական ընկերներ, բերեք 200-ան վրա դնենք։ Ես Սերժ Սարգսյան եղել ենք մարտական ընկերներ, պատերազմի դաշտում եղել է մի թշնամի, մենք երկուսս համամիտ ենք եղել, պայքարել ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես մարտական ընկերները երբեք չեն բաժանում։ Եթե կան քաղաքական դաշտ, լեզի քաղաքական հարաբերությունների մեջ մենք չենք կարացել
ոնց ասեմ, թե կողմնորոշվենք, թե իրար հետ համագործակցենք։ Ես ասել եմ այն, ինչ ասել եմ 3 տարի առաջ լինելով հանրապետական կուսակցության անդամ, ոչ մի բան չի փոխվի քաղաքական հայացքների, իմ անձնական ձևի մեջ ու եթե այսօր ոնց ասեմ, եթե այսօր քաղաքական դաշտում մենք տարբեր դաշտերի ենք բաժանվել, տարբեր տեսանկյունից ենք հանդես գալիս։ Եթե շատ մարդիկ այն ժամանակ ասում են Միքայելյան Սասուն, այս ասում եմ հատկապես որոշ մարդկանց համար, ովքեր ասել են դավաճանել է Սերժ Սարգսյանին, առաջի անգամ հայտարարություն եմ անում, ես Սերժ Սարգսյանին ասել եմ, եթե նման մարդկանց հետ դու գնաս ընտրության, վարչապետ ժամանակ իրակ առանձնասենյակում, իր աշխատասենյակում ես ասեմ, եթե դու նման մարդկանց հետ գնաս, ես չեմ գալ քո հետ նախագահական ընտրություններին։ Իսկ եթե այսօր Սերժ Սարգսյանը այս 3 տարվա ընթացքում, եթե ընդհանուր ներքաղաքական վիճակը, սոցիալ-տնտեսական վիճակը, ամեն ինչ այս երկրում կարգավորել, ես որոշ տղա չեմ, ես ներողություն խնդրեմ իմ դերոցից։ Բայց ես այսօր տենում եմ, ինչ որ ես ինչ ասել եմ, խնդրում եմ ճիշտ հասկանաք, ուրիշ ձև չմեկնաբանի։ Ինչ որ ես ասել եմ 3 տարի առաջ, այսօր կատարվեց, թող մարդիկ մտածեն, ումից պետք է ներողություն խնդրեն։ Ես պետք է ներողություն խնդրեմ, թե իրանք հանրապետականը ընդհանուր իրակուսակցության հետ միասին։ Պարոն Միքայելյան, իսկ պահանջելու եք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Կպահանջեք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պարոն Կոնգրեսը կորոշի։ Պարոն Միքայելյան, առաջիկա խորհրդարանական ընտրությունների Առաջիկան եթե իմանամ երբ կասեմ։ Արտահերթա թե հերթականը չգիտեմ։ Եվ արդարացման դատապարտության։ Եթե արդարացման բնականաբար ես արդար տղեմ աշխարհի շուրջը ես դատարաններ այսօր չեմ տենում, այսօր դատարանձի պետք է արդարացնի։ Ես հոգով եմ արդար եւ ազատ։ հերթական ընտրությունների դեպքում, պարոն Միքայելյան։ Եթե պետք է լինի, Մի քիչ բացվեք ելը կոնգրեսի մասնակցություն, բայց մեծամասնական Պարոն ընտրություն։ Միքայելյան, մի հարց է, քաղաքական գործընթացների հիմա հնարավոր է հանգեցնել նրան, որ Ղարաբաղի երկու ազատագրված տարածքներ երբ վերադարձվեն։ Ես կրվող տղա եմ, ես ոչ մի տարած չունեմ վերադարձնել, անկախ քաղաքական հայացքներից։ Ես եղել եմ զինվոր եւ նաեւ հետագայում քաղաքական գործիչ։ Ես իմ քաղաքականության մեջ միշտ հոգի եմ դրել։ Ես չեմ կարող ազատագրված տարածքներ ասել հետ վերադարձնել։ Բայց չեմ էլ ժխտում, թե ընդհանուր վիճակը, այսօրվա ներքաղաքական վիճակին, ընդհանուր մեր երկրի վիճակին նայելով ամեն ինչ սպասելի է։ Իսկ եթե կոնգրեսն էլ համաձայնվի տարածքներ վերադարձնելու։ Ես տարածք վերադարձնել չունեմ, ես զինվոր եմ, ես տարածքներ եմ գրավել։ Աշկներեք ես չեմ գրավել, ազատագրել եմ։ Եվ այս 3 տարվա ընթացքում ամենակարևոր եզրակացությունը։ Ինչ առումով։ 3 տարվա ընթացքում ես միշտ միասնության կոչ եմ արել, որովհետև ճակատագրական պահերին, եթե ուսումնասիրում ենք պատմությունը, մենք միշտ այն ճակատագրական պահերին չենք կարողացել համախմբենք ու սկիզբում ոնց որ ասած վերջին կապենք։ Ես ուրվա իմ հիմնական միտքը, գաղափարը, իմ կյանքը, որ ես դրել եմ Զոհասյանին 88 թվականից ես պատրաստ եմ, որ իրոք այս սկիզբը կարողանանք վերջում մի անգամ վերջին կապենք։ Ու դա համար ես սատանի հետ էլ կեթամ մենակ իմ ազգին լավ։ Ողքի քաշվեք, ողքի։ Մի քիչ են կողմ։ Ծոմի բրտում, մենակ հերու, իրատեր ենք բացում։ Այո։ Հիմա ես խնդրեմ Այո։ Տեղ բացեք։ Տեղ բացեք։ Տեղ բացեք։ Սասուն հերիկա մի քիչ էլ մեզ թող։ Դե դավայ, ասեք Գնացին, լավ, տեղ բացեք, գնացին, գերիք։